Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Դուք միացել եք Գործարար ալիքին։ Մեր եթերում սկսում ենք Մայրաքաղաքի զարկերակը, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Քննարկենք մի քանի հարց Երևանի մասին։ Վերջին մի քանի օրերին ակտիվ քննարկվում էր Երևանի ավականու նիստը։ Ավականու նիստում հնչում էին հարցեր, պատասխաններ, հակադարձ մեղադրանքներ, որոնք ես չեմ ընդունում, միշտ հաղորդումների ժամանակ շեշտում եմ, որ մեր ավականու անդամները ընդդիմադիր իշխանական բոլորը մի թեթև գծով տեղափոխվում են ազգային ժողով, որովհետև շուտ հարցեր կան, որոնք մեր падգամավորները ոնց որ падգամավորների վրայից հանում ենք, բերում ենք ավականու անդամներն են սկսում քննարկել։ Ինչ կար վերջի ավականու նիստում, ինչ հետաքրքիր բաներ կար, որ խոսվեց, որը մեր քաղաքացիները պիտի իմանան։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ուզում եմ այսօր հարցազրույցի շրջանակում խոսենք շատ մանրակրկիտ եւ մանրամասն ստեղծված ու ստեղծվող իրավիճակի մասին։ Նայեք, դուք ասում եք Երևանի ավականու նիստերի շրջանակում վերածվում է ազգային ժողովի նիստերի կամ մոտավորապես դառնում է ազգային ժողով։ Ինչից է դա հասունանում կամ որտեղից է դա գալիս, որովհետև այսօր Երևանի ավականու ընդդիմադիր խմբակցությունները բազմիցս ասել ենք, որ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հոգեզավակներն են կամ հետնորդներն են։ Մինի տարբերակն են Երևանի ավականին նույնն են, այո, Երևանի ավականին կամ ցանկացած ավականի տարբեր համայնքների ինքը այդ համայնքի падգամավորներն են։ Ասածս մինի падգամավորներն են իրանք, որոնք կատարում են իրենց համայնքի գործառույթների շրջանակում իրենց լիազորությունները։ Եվ այսօր մենք ունենում ենք տարբեր քննարկումներ Երևանի ավականու նիստերում եւ վերջի ավականու նիստում մասնավորապես մենք բերել ենք մի ավականու որոշման նախագիծ, որը վերաբերվում էր ստեղծել մոնիտորինգի կենտրոն, որը կզբաղվի Երևանի տրանսպորտի ընդհանուր համակարգը մոնիտորինգ անելով եւ ընդդիմությունը, ինչպես եւ միշտ փորձում էր ընդդիմանալ եւ ասում էր այսինչ նախագիծը եթե բերում եք շուտ բերեիք, բայց մենք իհարկե չենք թողել անպատասխան նրանց այսպիսի հայտարարությունները, որովհետեւ սենց է իրավիճակը, շատ պարզ, եթե Երևան քաղաքում տարիներ շարունակ չի եղել ընդհանրապես տրանսպորտային համակարգ, եղել են գազելներ, եղել են գծատերեր եւ չի եղել ընդհանրապես տրանսպորտին բնորոշ ոչ մի միջազգային ստանդարտներ, մենք ինչպես պետք է մոնիտորինգ անենք, հարց։ Մենք բերել ենք Երևան քաղաքում 87 ման ավտոբուսներ, 562 ժոնգտոնգ ավտոբուսներ, 30 տրոլեյբուսներ եւ առաջիկայում նաեւ 45 տրոլեյբուսներ մենք պատրաստվում ենք 2026 թվականի առաջին եռամսյակին արդեն ունենալ Երևանում։ Եվ այս ամենը եւ կանգառասրահների կահավորումը այս պահին ակտիվ փուլում են գտնվում։ Այս ամենը ստեղծելուց հետո մենք պետք է ունենանք արդեն մոնիտորինգի կենտրոն, որը կհասկանա թե որ փողոցում խցանումը ինչից է առաջանում, որ ավտոբուսում կամ որ տրոլեյբուսում կամ մետրոյի որ հատվածում մենք ունենք խնդիրներ, որոնք պետք է շտկել եւ արդեն շտկելով առաջ գնանք։ Այսինքն որ մենք ասում ենք մոնիտորինգային կենտրոն ստեղծել, ինքը ենթադրում է ինչ-որ նոր կառույց։ Մեր լսողների համար որ ավելի հասկանալի լինի, սա իրանից արդյոք ենթադրում է օրինակ տվյալների կառավարման կենտրոնը Երևանի որ կա, հիմա ինքը գործում է, տեղից ինչ-որ կրճատումներ լինելու կամ առհասարակ ինքը փակվելու է, Երևան տրանսը կամ տրանսպորտի վարչությունը, ինչ որ ձևափոխումներ լինելու են, թե ինքը նոր կառույց է էլի։ Տեսեք, ձեր նշած բոլոր կառույցները, բաժինները կամ վարչությունները ունեն իրենց վերապահված համապատասխան լիազորությունները։ Իսկ մոնիտորինգի կենտրոնը զբաղվելու է արդեն իրեն վերապահված առանձին լիազորությունների շրջանակով եւ զբաղվելու է առանձին խնդիրների լուծմամբ, որը արդեն կոնկրետ հողի վրա կվերաբերի իրականությանը, թե տրանսպորտային համակարգում թե խցանումներ կամ տարբեր այլ հարցեր, թե որտեղ մենք կարող ենք ավելի լավ լուծումներ գտնել, թե որ համարի ավտոբուսը փոխարինման կարիք ունի ավելի մեծով ըստ նրանց օգտվելու հաջողականությամբ, թե որը փոխարինելու կարիք ունի փոքրով եւ նման այլ հարցեր, կամ անգամ տարբեր գծերում թե քանի ավտոբուսի ավելացման կամ պակասացման կարիք կա։ Այսինքն մոնիտորինգի կենտրոնը կառավարելու է այս եւ այն տարբեր հարցեր, որը կվերաբերի տրանսպորտային համակարգին։ Ես միշտ ցենց մատս պուլսի վրա պահած թե Երևանի թեմաներին անընդհատ անդրադառնում եմ, բայց ես միշտ նկատում եմ, որ մենք այս ձեր ասած հողի վրա
Մայրաքաղաքի հատվածը մեր հասարակական տրանսպորտի վարորդներին առավելություն տալու տեսանկյունից փորձում ենք ակտիվացնել, փորձում ենք ինչ-որ գծեր տալ, երթևեկելի հատվածներ, որ իրենք ավելի ազատ երթևեկեն, բայց մենք մի քիչ ավելի ճակերտավոր լավ ասված դեպքում ինչպես պիտի ճնշենք մեր մյուս վարորդներին, ովքեր ավելի քիչ մտնեն կենտրոն, օրինակ իրենց անձնական օգտագործման մեքենայով փորձեն ավելի շատ օգտվել մետրոյից, տրանսպորտից, այդ գծերը ինչպես պիտի էլի շատացնենք մյուս փողոցներում, այդ կայանատեղիների հարցը ինչպես պիտի լուծենք, որ մարդը օրինակ իր ավտոմեքենան թողի ինչ-որ մի տեղում նստի տրանսպորտը ավելի արագ հասնի իր ուզած տեղը։ Հարցը կայանում է նրանում, որ դուք նշում եք, որ ավտոբուսի վարորդների համար մենք ստեղծում ենք առանձնացված գծեր։ Սա նախ սխալ ձևակերպում է, որովհետև մենք այդ ավտոբուսում գտնվող 30, 40 կամ 50 կամ 60 հոգու համար ենք մենք ստեղծում առանձնացված գծեր։ Այնտեղ էլ 2 հոգի են, իրենց պիտի բան։ Այո, ինչի համար, որովհետև եթե ավտոբուսում մարկանց քանակը շատ է, մենք պետք է առավելությունը տանք մարկանց, այլ ոչ թե մի մեքենայի, որը այո, ինչպես ասացիք, 1 կամ 2 հոգի է տեղաշարժվում։ Եվ ավտոբուսների գծերի արդեն նոր փողոցներում ավելացումը պարբերաբար բնույթ է կրում եւ մենք պիլոտային ծրագրով ունենում ենք տարբեր փողոցներում, մենք ներդրում ենք ավտոբուսային գծերը հասկանալու համար, թե այդ փողոցում նա իրեն արդարացնում է, աշխատում է համապատասխան կերպով, թե խցանումներ է առաջացնում կամ արդեն տարբեր դժվարություններ տարբեր վարորդների համար։ Բայց մենք մեր դիրքորոշումը այն է, որ մենք պետք է ավտոբուսային գծեր ստեղծենք Երևանի այն փողոցներում առնվազն, որտեղ մենք ունենք հնարավորություն եւ մարկանց տանք արդեն տրանսպորտային համակարգ տեղափոխվելու հնարավորությունը, որ իրենք մեքենաների սեփական արդեն օգտվեն անգամ այն մարդիկ, ովքեր ունեն մեքենաներ, իրենց համար ավելի հարմար լինի օգտվել տրանսպորտից եւ խցանումների դա մեկ ավելի բան հարց չի առաջանա, այսինքն կնվազեն խցանումները այդպես մի կերպով եւ փորձենք թե մետրոն, թե տրոլեյբուսները, թե ավտոբուսները հարմարացնել քաղաքի բոլոր մարդկանց։ Եթե տրանսպորտային համակարգից ենք խոսում, այստեղ մենք մեր գետնի տակ գտնվողին միշտ մի քիչ բանով ենք նայում։ Այս վերջին շրջանում բոլոր քննարկումները ավտոբուսներին, տրոլեյբուսներին ա վերաբերում, բայց մետրոյին բավականին ինչ-որ փոփոխություններ ես անձամբ նկատում եմ շարժակազմերի մասով չէ, բայց նկատում եմ շարժասանդուղքների մասով։ Հսկայական ինչ-որ գումարներ են դրվում, որ շարժասանդուղքները փոխվեն։ Մետրոյի շարժակազմերի մասով ինչ-որ փոփոխություններ կան, պլանավորվում են արդյոք, օրինակ, որովհետև երկար տարիներ ինչ մետրոն շահագործվել է, իմ տվյալներով ոնց որ չկա շարժակազմ գնաց։ Տեսեք, այս պահին Երևանի մետրոպոլիտենում կատարվում են տարբեր աշխատանքներ բարեկարգման, թե ընդհանրապես շարժասանդուղքների, թե ընդհանրապես սպասելատեղերի, թե պատերի, թե ռելսերի, թե տարբեր այլ ֆորմատներով, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ արդեն վագոններին, որը որ այո շատ մաշված են եւ նրանք ունեն փոխարինելու կարիք, ես տեղյակ եմ, որ կառավարությունում եղել են քննարկումներ եւ շարունակաբար լինելու են քննարկումներ, որպեսզի մենք կարողանանք արդեն նոր վագոններ ձեռք բերենք եւ մեր մետրոպոլիտենը լինի արդեն հագեցված ժամանակակից վագոններով եւ արդեն համապատասխան քանակով, որովհետեւ Երևանի բնակչությունը արդեն մոտ 1.200.000 է այս պահին հասնում եւ վագոնները արդեն իրականում չեն կարողանում սպասարկել համապատասխան կերպով, մենք պետք է ունենանք ավել վագոններ, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան օգտվել մետրոպոլիտենից, բայց տեղյակ եմ, այո, որ կառավարությունում կան տարբեր քննարկումներ եւ հուսով ենք, որ առաջիկայում մենք ունենանք արդեն, քանի որ ֆինանսական շատ մեծ բեռ է դա, ահռելի մեծ ծավալի, բայց վստահ եմ, ինչպես մենք բոլոր մյուս հարցերը տրանսպորտի հետ կապված, այս հարցը նույնպես կարգավորելու ենք եւ շատ մոտ ապագայում։ Գետնի տակից բարձրանանք վերև, մի քիչ ավելի վերև շենքերին, որ միշտ անընդհատ ասում են կառուցապատողները ամենամեծ աղտոտվածությունն են առաջացնում։ Մենք գործակարգավարականում նկատեցինք, որ քաղաքապետը հայտարարեց, հիմնական օդի աղտոտվածությունը աշնանային շրջանում լինում է տերևաթափից առաջացած աղբակույտերը այրելուց, աղբավայրի այրում, օրինակ մենք նկատեցինք, որ այրվեց աղբավայրը, Երևանը ուղղակի ծխի մեջ կորել էր այս մասով, մենք ինչ
պահանջներ ենք դնում մեր կառուցապատողների առաջ, որ ինքը այդ սոցիալական պահանջը զգա ու այդ սոցիալական պատասխանատվությունը վերցնի իր վրա, որ ինքը իր գործունեությամբ չախտոտի միջավայրը, որովհետև այդ միջավայրում, ինչպես մենք ենք նշում, 1,200,000 մարդ է ապրում։ Տեսեք, օդի աղտոտվածության խնդիրը ունի մի քանի կետեր եւ մի քանի հանգամանք։ Նախ մեքենաների շարժը Երևան քաղաքում, այդ կատալիզատոր կոչված մեքենայի սարքավորումը, որը որ չի լինում մեքենաների վրա, իսկ մեր քաղաքում, մեր երկրում մեքենաների զգալի մասիվա չկա այդ պահեստամասը, որը չի թողում, որ օդը աղտոտվի եւ մեքենայի արդեն ստեղծած կեղտոտ օդը դա արդեն մտնում է մթնոլորտ եւ ընդհանուր մթնոլորտը կեղտոտում է, դա առաջին հանգամանքը, որը շատ մեծ կարևոր հանգամանք է, որովհետեւ Երևան քաղաքում այս պահին կան ահռելի մեծ քանակով ավտոմեքենաներ։ Երկրորդ հանգամանքը իհարկե շինարարության ծավալներն են եւ շինարարության որոշ կառուցապատողների անբարեխիղճ կամ քիչ բարեխիղճ կամ ուղղակի անսերտացավ մոտեցումը։ Ինչի համար, որովհետև քաղաքապետը նույնպես անդրադառնում է այս հարցերին, որ կառուցապատողների հանդեպ Երևանի քաղաքապետարանը լինելու է շատ խիստ եւ լինում է շատ խիստ եւ մենք առաջիկայում պլանավորում ենք այլ գործելավոճ, որը կլինի ավելի զսպող կառուցապատողներին եւ ավելի հուսով ենք, որ նրանց կողմից սրտացավությունը կբարձրացնի, արտոնությունների սահմանափակում կլինի, այսինքն այն հստակ այն կառուցապատողը, ով ողջ բարեխիղճը եւ չի համապատասխան կերպով կահավորում իր շինհրապարակը, թե օդի աղտոտվածության ցանցերը, թե օդի չափիչ սարքերը եւ թե մյուս արդեն ատրիբուտները, այդ շինարարները, այդ կառուցապատողները ուղղակի չեն օգտվի Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանվող կամ սահմանված արտոնություններից։ Դրանց մեջ մտնում է շինթույլտվությունների երկարաձգում եւ տարբեր այլ արտոնություններ։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք Երևանին պատուհասած ինչ-որ խնդիրներից, որոնք տարիներով կուտակվել են ու դա պիտի ինչ-որ ձև լուծել, կապ չունի իշխանությունը ովքեր են, ինչ են, այդ խնդիրները միշտ կան։ Դրանք այդ իշխանության համար դառնում են բեռ, որ ամենօրյա աշխատանքով պիտի լուծվեն։ Ես երբ որ ընդդիմադիր գործիչների հետ խոսում եմ հաղորդումների ժամանակ, իրենք ասում են, որ մենք օրինակ դիցուկ ինչ-որ առաջարկներով ներկայանում ենք օրինակ ավականին կամ չի ընդունում կամ մերժում, արդյոք ինչ ձևով է իրականանում ընդդիմադիր գործիչների հետ աշխատանքը, ինչ եզրեր եք գտնում իրանց բերած առաջարկների լավ դրական հատվածները վերցնելու, քաղաքի համար լավ բան անելու համար։ Տեսեք, ես ինքս եւ մեր ավականու տարբեր գործընկերներ, մեր քաղաքացիական պայմանագիր խմբակցության բազմիցս ասել ենք, որ ընդդիմադիր խմբակցություն կլինի թե այլ տարբեր թե մեր ֆրակցիայից կոպիտ ասած խելամիտ առաջարկը ենթակա է քննարկման, բայց այստեղ մի շատ կարևոր բան կա։ Ընդդիմադիր խմբակցությունները այսքան ժամանակ բերել են այնպիսի նախագծեր, որը ուղղակի ժողովրդի աշկին թոզ փչող են եւ ուղղակի անհասկանալի կերպով ուզում են պոպուլիստական, այսինքն ինչ է նշանակում տրանսպորտը մնա 100 դրամ կամ տրանսպորտը կարող ընդհանրապես անվճար լինի Երևան քաղաքում։ Բայց դրան սուբսիդիա։ Բայց մենք այդ ենք ուզում։ Մենք ուզում ենք, որ ընդամենը 2 կամ 3 տարի հետո Երևան քաղաքում ունենանք գրեթե նույն կամ ամբողջովին նույն տրանսպորտային համակարգը, որը չկար իրականում, որը որ կար արդեն նախ անցած տարիներին, այսինքն մենք չենք ուզում, որ մեր քաղաքը լինի սպասարկվող անդադ եւ անդադ մեր տրանսպորտային շարժակազմը թարմացվող լինի եւ մենք այդպես առաջ գնանք։ Այսինքն պոպուլիստական հայտարարություններով նախագծեր բերելը դա ես չեմ համարում իրատեսական։ Մի քանի օր առաջ ավականու նիստի շրջանակներում ավականու անդամներից մեկը ընդդիմադիր ասում էր, որ քաղաքը բեռնաթափելու տարբերակ է պետական կառույցները Երևանի կենտրոնից դուրս հանելը։ Այո, ես համաձայն եմ այդ տեսակետի հետ, այդ փաստարկի հետ, որը իրականում շատ մեծ խոչընդոտ է հանդիսանում քաղաքի ամբողջ պետական ապարատը կենտրոնում է։ Բայց ես ասում հարգելի գործընկեր, շատ լավ առաջարկ ես անում, բայց դա Երևանի ավականու տիրույթից դուրս է։ Ես ոնց պատասխանեմ տվյալ հարցին կամ տվյալ առաջարկը գոնե պիտի որ գնա արդեն կառավարություն, բայց վստահաբար այդ առաջարկը
որը բոլորի կողմից ընդունվելի է, բոլորն են դա նկատում, քննարկվում է արդեն տարբեր մարմիններում, թե ազգային ժողովում, թե կառավարությունում եւ թե տարբեր համապատասխան մարմիններում։ Բայց ուզում եմ ասեմ, ինչ Երևանի ավականու տիրույթում է, դա վստահաբար մենք քննարկում ենք եւ քննարկելու ենք, անկախ նրանից դա ընդդիմությունն է առաջարկել, թե իշխանությունը, որովհետեւ ընդդիմությանն էլ է ժողովրդի մի մասը ձայն տվել, ամենայն հարգանքով։ Բայց պետք է լինեն բոլոր առաջարկները իրատեսական եւ խելամիտ։ Բյուջեների քննարկման ժամանակ ես միշտ նկատում եմ ակտիվանում իրար հանդեպ մեղադրանքը։ Երբ որ մարդիկ սկսում են քննարկել բյուջեն, սկսվում է էլի այդ նախքին ներկա, դուք ինչ եք արել, մենք ինչ ենք ասում եւ այլն, ասենց ինչ որ բաներ։ Արդյոք հնարավոր չի բերել այն դաշտ մարդկանց, որ գիտեք, այս բյուջեն ոչ թե ինչ որ նախքին ներկա անելու համար, այլ քաղաքը ավելի լավը դարձնելու։ Ախր տեսեք, սա հարցը կայանում է նրանում, որ հասնում ենք հենց այս կետին, ընդդիմությունը ուղղակի քաղաքականապես վախճանվում է։ Որովհետեւ ամեն ինչ շատ պարզ է։ Ցանկացած քաղաքացի կարող է շրջելով Երևանի փողոցներում համեմատական անցկացնի, թե ինչ է կատարվում հիմա եւ ինչ չի կատարվել անցած տարիներում իրենց կառավարման ժամանակ կամ իրենց հետ փոխկապակցված մարդկանց կառավարման ժամանակ։ Մենք անցած տարի Երևան քաղաքում կառուցել ենք 130-ից ավել բակեր, այս տարի նույնպես մենք կառուցում ենք 130-ից ավել բակեր։ Մենք փոխարինում ենք 500-ից ավել վերելակ ամեն տարում։ Ամեն տարի 500-ից ավել վերելակ ենք մենք փոխարինում։ Մենք այն քաղաքական ուժն ենք, որ Երևանում բոլոր մանկապարտեզների եւ բոլոր դպրոցների գնում ենք հետևից եւ տեսնում ենք, թե որը երբ է օտարվել։ Պարոն Գալջյանի հետ խոսացել եմ, եւ ում օտարվել եւ ում է պատկանում եւ ինչ ձևաչափով է անցել նրանց։ Եվ գնալու ենք եւ դատախազություն մենք գրություններ ենք ուղարկելու տարբեր, որպեսզի այս խնդիրները օր առաջ վերհանվեն։ Եվ այսքան որ ասում են ինչ եք անում, ես նորից եմ ասում, այս ծավալի աշխատանքը, որը որ կատարվում է Երևան քաղաքում 2023 թվականից մինչ այսօր, վստահաբար ասում, նորանկախ հանրապետության մեջ այս ծավալի աշխատանքը երբևէ չի կատարվել։ Եվ այն մարդը, այն ընդդիմադիր գործիչը, որ կասի, որ Երևանը չի զարգանում կամ Երևանում փոփոխություններ չկան, դրական առումով, այդ մարդը ուղղակի ստախոս է։ Մյուս տարի խորհրդարանական ընտրություններն են, լիքը մարդիկ սրտատրոփ սպասում են, ով անցնելու, ոնց անցնելու, ինչ գործողություններ են արդյոք լինելու։ Երևանում կենտրոնացած է հանրապետության գրեթե կես, թե ավելի շատ բնակչությունն է։ Մենք 2023-ին տեսանք ավականու ընտրությունների ցածր ցուցանիշ։ Ինչա արվելու մարդկանց ընտրատեղամաս տանելու համար, այսինքն ոչ թե շուտ ավտոբուսներով տանելու կամ ինչ որ ձև, այլ ինչպես է փորձ արվելու մարդուն հասկացնելու, որ գիտես քո քվեն պարտադիր է որ լինի, որովհետև դու պատասխանատու ես այդ քվեի համար, դու ես ընտրում ի վերջո ես իշխանությանն էլ, ընդդիմությանն էլ։ Ավտոբուսներով տանելու այդ կտորը ուրիշ քաղաքական ուժերի է վստահաբար վերաբերում, որոնք հիմա չկան եւ վստահաբար չեն լինի։ Իսկ ինչ վերաբերում է մարդկանց ընտրությանը մասնակցելուն, մարդիկ նախ վստահ են, որ 2026 թվականի հունիսի 7-ին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթելու է։ Ես ուղղակի վստահ եմ, որովհետև ես ճանաչում եմ մեր ժողովրդին, ես շփվում եմ մեր ժողովրդի հետ ամենօրյա ռեժիմով, թե Երևան քաղաքում եւ թե մարզերում, եւ ես աշխատանքների գնահատականը, թե արտաքին քաղաքական եւ թե ներքին քաղաքական, հայ ժողովուրդը Երևանցին վստահաբար տալու է 2026 թվականի հունիսին, որովհետև այն ինչ կատարվում է հիմա Հայաստանի Հանրապետությունում դա ուղղակի աննախադեպ է։ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է իր ամենաբարձր կետում երբևէ։ Այսինքն մենք նման կեցվածք ամբողջ աշխարհում երբևէ չենք ունեցել։ Մենք այս պահից անկախ եւ ինքնիշխան երբևէ չենք եղել։ Եվ այս պահից զարգացող եւ զարգացած եւ կրկին զարգացող երբևէ չենք եղել։ Շնորհակալ եմ։ Սպասենք 2026-ին
այսինքն մի 2 ամիս կա։ Սպասենք, տեսնենք ինչ հետաքրքիր զարգացումներ են լինում քաղաքական դաշտում Երևանում։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք Մայրաքաղաքի զարկերակը, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն էր Երևանի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը։ Կհանդիպենք։